Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր ես հերթական օրն է, որ ուզում եմ ձեզ զեկույցով ներկայացնել, ինչ է կատարվել Հայաստանի Հանրապետությունում, ինչ են արել իշխանությունները, ընդդիմությունը եւ ինչ վիճակ է հանրապետությունում ընդհանրապես։ Երեկ ես հանդես եկա հայտարարության, որ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը բոյկոտում է, այդպես ասած, խորոված պարտին եւ դիմեցի մեր հայ ազգին, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացուն Նիկոլ Փաշինյան եւ շնորհակալ եմ, որ մեծամասնությունը մեր ժողովրդի չմասնակցեց այդ խայտառակ երևույթին, քանի որ դա դավաճանություն էր մեր նահատակների առջև։ Ես ասեմ ձեզ ովքեր էին եկել։ Եկել էին ուրեմն խմած հարբած առողջապահության նախարար, ԿՊԱ-ականներ նակոլկեքով, իդեպ ասեմ, իրանց մարմինի վրա այնպիսի նակոլկաներ կային, որ երբ որ ընտրություններից հետո նրանք հայտնվեն գաղութում, այդ նակոլկիների համար, այդ նկարած իրենց նակոլկեքի համար ռուսերեն ասեմ էլի ժողովուրդ ջան, սպրոսա լինելու, քանի որ իրանք չեն հասկանում իմաստը այդ նակոլկեքի եւ իրենց շատերի հետույքների վրա կնկարեն այնտեղ մուկ։ Так что պատրաստվեք, ԿՊԱ-ականներ, բայց որ նկարում եք, չեք ջոգում, ինչ եք նկարում։ Իսկ որպեսի չասեն դա լկտի սուտ է, հա, իդեպ ասեմ, ուրեմն ովքեր են եկել, մեծամասնություն եղել են տուրիստներ, ԿՊԱ-ականներ եւ իրենց թիկնապաները, բայց առողջապահության նախարարը եկել էր իրենց հիվանդների հետ։ Չեք հավատում, նախ առողջապահության նախարարը Գարեջուրը ձեռը խոսում էր լրագրողի հետ, հետո ճաքած դվիժենիկ էր անում, այսպես ասած կներեք ժողովրդական բառից համար, եւ այնտեղ հոգեկանները պարում էին։ Խնդրեմ տեսանյութ նայենք։ Երեք մենք բոլորը սգում ենք, երեք մենք նորից հիշում ենք մեր տատիկ-պապիկների պատմությունը, շրջում ենք մեր ընտանեկան ալբոմները եւ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։ Բայց նաեւ Եղեռնից հետո մենք խառնել ենք, ունենք պետություն եւ պիտի սովորենք նաեւ ունենալ պետություն, ուրախանալ մեր պետությամբ եւ նաեւ երբ որ տոնենք, երբ որ սգալու օր է սգանք, ամեն ժամանակը իր համապատասխան տրամադրությունը պիտի ունենա։ Ես եկել ասնում է ճամփես փակել էին, ես ասում եմ տնամ ինչ ա եղել։ Քաղաքացու օրն են նշում, խորոված են։ Այստեղ քաղաքացու եք կա սաղ տուրիստներ են։ Այստեղ երե Հայաստանից մի քաղաքացի մինակ եմ, որ որտեղ ուզում եք տրանսպորտ նստեք չկա, ցած իմե ուղիղ ուզում եմ հեռնեմ։
մի երկու տեղից տեղից խորովածի գներ հարցեր վախցրա համա էս ինչի համար էս բերել են ժողովրդին թալանում են ստե մի հատ նայեք մի հատ կամ տուրիստներ են կամ էլ եսի մով են կգոնե մի տեղից մի հատ ով դե կպականները այդքան մեջերը բաները այդ անուն ինչա պարքեվավճարները ստանում ժողովրդին ես չեմ մամին որտեղից նրանց այդքան փողեր 7000 դրամով ստեղ բան են ծախում խորոված են ծախում 3 կտորը ես չեմ հասկանում եթե իմանամ թող ինձ ասեն ես բերեմ երկու հատ բան անեի խորոված կանեի փող կառնեի էլի Մարդիկ կարողանում են ամսվա մեջ մի քանի անգամ խորոված Թարմանը մասնակցելու։ Հեչ ինչ, ասել հյուրասիրությունն է, բայց ոչ մի։ Հյուրասիրություն չկա։ Չէ, ես եմ ասել փաշինն ասել խափեցել ես։ Տեսակ ժողովուրդ ջան պապիկը մեկը մտելա ուզում է տուն էթա չի կարում էթա ասում է բոլորը տուրիստներ են այն մի պապիկը եկել է 1988 թվականից էսյան խորհրդային Հայաստանը երբ որ փլուզվեց միս չէր տեսել եկել էր մարդը միս ուտելու գիտեր ձրի է բայց Նիկոլին կտա ձրի Նիկոլը մենակ կարում է ձրի տալ հայկական հողեր ադրբեջանցիներին դե ձրին ու չձրին էլ էտել է հարցական չգիտեմ այդ գործարքին չենք մասնակցել խաբար չեմ ուրեմն եւ հիասթափված այն մարդիկ ովքեր եկել էին անվճար միս ուտելու բայց միսն էլ հոմգին չէր չէ Նիկոլ Փաշինյան 10000 դրամ թոշակ եք ավելացրել հա այդ որ առավոտից իրիգում գոռում գոչում եք 10000 դրամով ավելացրեցինք թոշակները մի կտոր միսը 6000 դրամ խորովածի իսկ այսպես կտորները 3 հատը 7000 դրամ Նիկոլ Փաշինյան 3 կտոր մսով եք ավելացրել թոշակները ժողովրդի քպականներ հա լավ ինչ որից է եղավ հետո հետևյալը մոտիկացան Խաչատուր Սուքիասյանին լրագրողներ եւ ասացին ինչու հենց երկրորդ օրը Ծիծեռնակաբերդու մենք հիշում ենք մեր նահատակներին երկրորդ օրը դուք արեցիք սա ասես դե քցին բռնին որ ապրիլի վերջի կիրակին է հետո հիշեց որ կիրակի չի օրը շաբաթ կիրակին է տեսնի Խաչատուր Սուքիասյան մայիսի 1-ին անեիք բանվոր դասակարգի օրն է եղել ամբողջ աշխարհում անեիք քիչ հարիկ Եթե թող մնա ամենը ձեր խղճի վրա կպականներ եւ Խաչատուր Սուքիասյան Հիմա մյուսը սիրելի բարեկամներ ինչ է կատարվել աշխարհում մահափորձ է եղել Թրամփի վրա չեմ ուզում անդրադառնալ դե գիտեք ես չեմ սիրում կապիտալիստներին եւ այն մարդկանց այն ղեկավարներին այն պետություններին ովքեր գրավում են ուրիշի պետությունները քանդում են ուրիշ երկրներ պետություններ սպանում են իրենց քաղաքացիներին, երեխաներին, ոչնչացնում են պետությունները։ Ես այդ մարդկանց չեմ սիրում, դրա համար ես շատ չեմ ուզում իրեն անդրադառնամ, տեսենք այս երկու տեսահոլովակ, խնդրեմ։ Ու տեսեք ինչ է կատարվում, փախնում էր, չէ։ Ողորմածիկ տատիկս ասում էր, կատաղած շան գլուխը գայլի փորում է։ Բոլոր այսպես դիկտատորները, ուրիշ պետությունների մեջ քթերը կոխողները, ուրիշ պետությունների քաղաքացու սպանողները արժանանալու են այս ճակատագրին։ Այսինքն վախեցած փախնելու են։ Սիրելի բարեկամներ, իսկ հիմա անցնենք բուն թեմային։ Ես միշտ ասել եմ, որ այդ սրտիկները, որը որ ցույց է տալի Նիկոլ Փաշինյանը, դա քեմալիստական սիմվոլ է։ Շատերը ասում են, դե նման ցրել են, սա Իսյանյան, իրենց ձեռք բարև տալ է, իրենց լոգոտիպը։ Ես միշտ մտածում եմ, որ ԿՊ-ն նշանակում է ԿՊ-ն, քաղաքացիական պայմանագիր իրենց ասած, ես միշտ մտածում էի, որ դա քանդիր պետություն է, բայց արի ու մի տես, որ Ք տառը դա Քեմալ Փաշայի անունով է դրած։ Ես հիմա հիմնավորեմ, որպիսի իրենք չասեն լկտի սուտ է։ Հիմա տեսեք ինչ է կատարվել Նիկոլ Փաշինյանի օրոք։ Սպանված երեխաներ,
հայաթափված Արցախ, հանձնված Արցախ, թրիփի ճանապարհ, այսինքն Զանգեզուրի միջանցք, երկաթ գծի կառուցում, ադրբեջանցիներնից են կառուցում, նրանք թուրքերենից են կառուցում, ես ասել կմիացնեն։ Հոմսու չեմ ասում, ճիշտ է։ Հիմա եկեք տեսնենք մի հատված Քեմալի գրքից, որ գրառումը արել է նա 115 տարի առաջ։ Խնդրեմ։ Цитата из книги Мустафа Кемаль. Борьба против Республики Армения. Необходимо, чтобы Армения посредине была уничтожена политически и материально. Совершенно необходимо демобилизовать армянскую армию и конфисковать ее вооружение, не допуская тем самым восстановления ее военной структуры. Под предлогом сохранения железных дорог и защиты прав мусульманского населения необходимо установить наш военный контроль над всей территорией Армении и таким образом держать в своих руках все дороги, соединяющие Турцию с Азербайджаном. Вышеупомянутая цель должна быть достигнута скрытым и мягким путем как в тексте мирного договора, так и в действиях, вытекающих из него, при условии всегда представляться в глазах армян миролюбивыми. Мустафа Кемаль. Борьба против Республики Армения. Ես չեմ հավատում զուգադիպություններին, սիրելի բարեկամներ։ Եվ երբ որ ես ասում եմ, եւ Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը ասում է, որ սա քեմալիստական ծրագիր է եւ իշխանության եկել են քեմալիստները Հայաստանի Հանրապետությունում, դուք բոլորդ ասում եք, դե չէ, ժողովրդավար է, չէ որ նա ասում է սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, հպարտանում ես Նիկոլ Փաշինյան բոլորով։ Ընտրություններից հետո խոսենք պարոն Փաշինյան եւ տիկնայք պարոնայք քպականներ, ով ումով է հպարտացել եւ ոնց է քանդել Հայաստանի Հանրապետությունը։ Եվ վերջում են Արսեն Թորոսյանն եմ ուզում երկու բառ ասեմ, փարթի խորովածի ժամանակ մի քաղաքացի իրեն հարց տվեց, թե դուք հայոյել եք մեր այն քաղաքացուն Հայաստանի Հանրապետության, ով անվանում է թուրք։ Ձեր Արսեն Թորոսյան, ձեզ մի հատ հարց ունեմ հղելու։ Դուք ազգային ժողովի ամբիոնից այս քաղաքացիներին ձեզ պաշտող թե քպայական, թե հնդկական, հայկական, չինական կապ չունի ինչական, դուք բոլորին մի հատ հայտարարություն արեցիք ազգային ժողովի ամբիոնից եթե հայտարարություն եք անում, դուք դիմում եք ամբողջ ազգին, ճիշտ է։ Ինչի մասն է։ Չէ, ցանկացած բան, եթե հայտարարում եք, որ սենց, նշանակում է դիմում եք ազգին, ճիշտ է։ Խնդրեմ Մայրիկ ջան, դուք մի քիչ այնքան կանգնեք, գինեք, որովհետև արտահայտություն արել, որը կնոջ մոտ ես ինձ թույլ չեմ տանեմ, իսկ ձեր Արսեն Թորոսյանը մի րոպե հարգելիս, մի րոպե ասել եք, հա, ասել եք, դուք գիտեք լավ եք արել, թե չէ, միջև օրս եթե քպայական որևէ մեկը չի հայտարարել դրա մասին, որևէ մի բան եմ հարցնում։ Մի հատ դեմարդեմ էի ուզում այդ հայտարարությունը լսեի ձեզանից։ Ոչինչ որ կնոջ մոտ ասեմ այն արտահայտությունները, որը դուք ասել եք։ Ինչ որ ես ասել եմ հրապարակային։ Հա, դե գիտեմ, դուք ազգային ժողովի ամբիոնից եք ասել, դուք հայտարարել եք բոլորը լսի։ Ուրեմն տեսեք, Արսեն Թորոսյան, ես Արտակ եմ, անունս Արտակ։ Արտակ։ Շենգավիցի Արտակ եմ։ Իրանց ամբողջ պետական ստրուկտուրան գիտի, Շենգավիցի Արտակ։ Պատգամավոր է։ Ահա, Արսեն Թորոսյան ջան։ Այո, ձեր կողմից ընտրված։ Մի բան հարցնեմ ձեզ հարգելիս։ Ուրեմն այն ինչի համար եմ ասում հարգելիս, ձեզ ընտրող ժողովրդին եմ ասում հարգելիս, ձեզ չէ։ Ձեր ասած արտահայտությունից հետո իրավունք չունի որևէ մեկը ձեզ հարգելիս, ասեմ։ Կներեք, շնորհակալություն, չէ։ Մի րոպե մի հատ հարցի պատասխանը չտվեցիք։ Եղբայր, եթե դուք ասել եք, մի րոպե հարգելիս, դուք ասել եք, կներես, որպես տղամարդ եք խոսում։ Ուրեմն այն ինչ որ ես ասել եք, լսեք, ասել եք, որ կներես, Արսեն ջան, կլսես, որպես տղեն տղու հետ կարող ես խոսալ։ Ես տղայական բազար չէ։ Բազար չկա, իսկ քո չեմ դու չես եք արա լինեսեմ, որ ես բազարան եմ քո։ Կներես, եղբայր, այդ հարց է տալիս։ Ախպերս, մի հատ արի հարց տա պատասխանը դու։ Ախպերս, մի հատ
պատասխանել եմ ու գնա։ Դու ասել ես ապեր մի բրտի զարտու բրտում եմ ես։ Ապեր չէ բրտում։ Ապեր դեպուտատին բան եմ հարցնում, իմ երկրի դեպուտատին։ Հարգել ես իմ երկրի դեպուտատն է։ Հարգանքով իրար հանդեպ։ Եղբայր, լսի, ցավոտ։ Ասել ես ով թուրք ասելով հայոյան նկատի ունի, նրա լավի բերանա, նրա մոր բերանը, տանիքի բերանը, դու ես ասել, ես թուրք ասելով շատ տեղեր վատ արտահայտություն է նկատի ունի, ուստեղ թանկացած քաղաքացի թուրք ասելով վատ բան է նկատի ունի, որտեղ որ քիչ մնաց իրար քաշքշեին, թիկնապաները խառնվեցին իրար, բայց Արսեն Թորոսյանը քրվել է, որ ով որ ասում է թուրք, ով որ ասում է դավաճան, նրա հերը, մերը եւ ընտանիքի բոլոր անդամները, Արսեն Թորոսյան, լեզուդ կմցնես հետույքդ ու չես բտա, թե չէ, ես քիշեմ ոչ թե մենակ են մարդկանց ու որ դու ասիր, այլ նաև ես կասեմ ով ես դու, երբ որ ես կասեմ ով ես դու այդ ժամանակ իմանաս թե ով եմ ես, եղավ սուս մնա, սուս, դուվում սուս, Արսեն Թորոսյան, և ամենավերջում սիրելի բարեկամներ, տեսահոլովակներ տեսա համացանցերում կան, կարող է բազմաթիվ են, թե ինչպես են ԿՊԱ-կանները թաքցնում հետքերը, հանցագործության հետքերը։ Տեսեք, ես այս պահին գտնվում եմ Հայանիստ գյուղում, տեսեք, այստեղ Հայանիստ գյուղն է, հողատարածքներ է, ու տեսեք ինչի եմ միամիտ հանդիպել, եկել ենք մեր հողատարածք, ու տեսել ենք հողատարածքի մոտ, այսենց, տեսեք, կռուզավիկներով վերը դատարկել են, ամբողջովին նոր, այսենց մորթուց վերխեր, մորթուց, իրանք ամբողջովին նոր է ժողովուրդը մորթից, նայեք, ցելոֆաներով, անեմ տակից, ցելոֆատակերը լրիվ ցելոֆաներով, այսենց ամբողջովին նոր վերխեր է ժողովուրդը, այսենց նայեք, սաղ լցրած է, իրանք ավելի հարմար են գտել, որ ոչ թե ժողովրդին նվիրեն, ժողովուրդը հագնեն, այլ հարմար են գտել, որ եսա նայեք, բերեն սես թափեն, եսի կամբինիզոն ասենց, չգիտեմ ես որտեղից է, ինչա, ոնց է, բայց ամենեն դեպս, նայեք, ցելոֆանով սես փակված, ցելոֆաներով մեջը լիքը լցրած է, նայեք, այսպես ցելոֆաներով մեջը լիքը լցրած է ժողովուրդը, եսա ցելոֆանը հանեմ տակիցը, ամբողջովին նոր, նայեք ժողովուրդը, ամբողջովին նոր, ստեղ, ես ինչա, հակագազա, նայեք, հակագազա ժողովուրդը, ստեղ ինչեր են էլ, ամենեն դեպս, սենց ցույց տամ, ամբողջովին նոր, սենց բուշլատներ ու կամբինիզոններ, նայեք, ես գիտեք ինչ է նշանակում, նշանակում է իրանք ավելի լավ են զգում, որ ես ամբողջովին նոր բուշլատները, չգիտեմ ինչի համար, բերեն թափեն ես գյուղերում, քան տան մեր զինվորները հագնեն, նոր Հիմա ասեմ ինչի մասին է խոսքը։ 2-3 բանկատ ու շոնկատ արան գցեցին լեգենդար գեներալը, այսպես ասեմ, առաջին Արցախյան պատերազմի հերոս Մանվել Գրիգորյանի պատվալը, սարքեցին շոու, մարդուն հեղինակազրկեցին, քանի որ գիտեին, որ ոչ Սերյան Սարոյանը, ոչ Մանվել Գրիգորյանը եւ ոչ էլ իրանց նման տղեկը այս ամենը չէին հանդուրժելու։ Սարքին գլխին տարան գցին պատվալը, այնտեղ չգիտեմ ինչ արեցին, ոնց արին, որ ռեսկի առողջությունը վատացավ Մանվել Գրիգորյանի, տեսեք դրա մասին խոսում է կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Մանվել Գրիգորյանը այն մարդկանցից է եղել, որ 88 թվին քանդել է իմ հայրենիքը, այսինքն խորհրդային Հայաստան։ Բայց մենք կոմունիստները, սոցիալիստներս այնքան արդար ենք, ու մենք ճիշտ խոսող ենք։ Եթե սարքել են մարդու գլխին, ուրեմն սարքել է։ Տարան սարքեցին խեշ մարդը երկուստ էլ իդեպ Սերյան Սարոյանն էլ Մանվել Գրիգորյանը երկուստ էլ շուտ էր, երիտասարդ չէին, բայց ջահել մարդիկ էին, մահացան։ Հիմա ես ինչ եք անում, այս բաճկոնները, այդ կանսերվեքը, այդ բժշկական այդ իրերը, այդ խեք տար է հողի մեջ դաշտի մեջ թաղ է։ Նիկոլ Փաշինյան հարց։
Հարց դատախազությանը, ներքին գործերին, ԱԾ-ին նաև հարց, ես ինչ է կատարվում։ Այն օգնությունը, այն սպյուրքին, որ քլնգում եք, սպյուրքից գալացած այդ օգնությունը, որ չի հասել մեր զինվորին, մեր զինվորները արնակամ են եղել, դուք հիմա տանում եք, թաղում եք, որպեսզի այդ հետքերը չլինեն, եւ դրանք չեն ուրիշ են հելելու, Նիկոլ Փաշինյան։ Դուք պրծում չունեք, ես ասել եմ, ձեր հանցագործության քրեական գործերի հատորները Բանգլադեշից հասել են Չարբախ։ Այդ կան դուք հանցանք եք կատարել Հայաստանից Հանրապետության եւ հայ ազգից դեմ։ Եվ ժողովրդական դատարանը Նիկոլ Փաշինյան, ձեզ դատելի է բոլորի, դուք պատասխան եք տալու։ Չեք պլստալու ոչ մեկը, բացառում է մեկը պլստակ, փախնելն չեք հասցնում։ Իսկ եթե իշխանության եկան մեր հայկական ուժերը, մեր ԱԾ-ն կվերանվանի ԿԳԲ, այդ ձեր սիրած բառն է, չէ՞ Նիկոլ Փաշինյան։ Իսկ մեր ԿԳԲ-ն դուք լավ գիտեք, մենք Տրոցկուն Մեքսիկայում գտանք։ Նիկոլ Փաշինյանին եւ մնացածին ինչ ա եղել որ չգտնենք։ Անենց որ այս 40 օր բանա մնացել, այդ խելքերը գլուխները հավաքեք, ավել բան չանեք, երկիրս չկործանեք։ Ես ձեզ ասում եմ, դուք լսում եք, ես գուշակ չեմ, բայց շատ հեռուն տեսնող մարդ եմ, քանի որ կոմունիստները միշտ Նիկոլ Փաշինյան 5 տարի առաջ պլանավորում էին իրանց ծրագիրը, դրա համար է հզոր պետություն էր, բայց ցավոք սրտի ձեր նման դավաճանները, որոնք կային նաև մեր շարքերում, ծախեցին երկիրը եւ փլուզեցին մեր խորհրդային միությունը։ Ժողովուրդ ջան, հունիսի 7-ին գիտեք ինչ եք անելու, գիտեք ոնց եք անելու, ամեն ինչ անում եք օրենքի սահմաններում։ Օրենքի սահմաններում օրինական եղավ ամեն ինչ, իրանք շանսեր չունեն։ Աչքերը տանում եք 6-6, նայում եք։ Նորից մեկ անգամ եւս ասում եմ, դիմություն, ով կաշառք առաջարկում է, գիտեք Արտուր Ֆարմանյանը անհամբեր սպասում է ձեր ահազանգերին։ Մենք բոլորին հանելու ենք ջրի երես։ Բոլորին։ Մենք կառուցելու երկիր ունենք, սրանք 36 տարուց ավել մենակ խմել են ժողովրդից արուն ու քանդել են պետությունս, մենք պետք է սարքենք մեր պետությունը, մեզ շատ քար է պետք։ Եվ ինչու ոչ կանանցի կոշիկներ մեր քույրերի համար։ Այնպես որ եթե լինի նորություն, անպայման գրեք իմ սեփական էջին կամ գիտեք ուր զանգեք։ Մենք հրապարակենք, մենք իրենց ամբողջին քանենք ջրի երես։ Այսքան այսօր, լավ եղեք, առողջ եղեք, կեցե Հայաստանից Հանրապետությունը, կեցե հայ ազգս, կեցե Արցախը հայությունս, կեցե հայկական սփյուռքը, կեցե Ջավախքը հայությունս, կեցե հայկական Արցախը Նիկոլ Փաշինյան, Արեն Սիմոնյան, հայկական Արցախը Նիկակոյնի Ղարաբաղ, կեցե Սևանս, կեցե Սուրբ Մասիս լեռս, կեցե առաքելական Սուրբ Հայոց եկեղեցին, կեցե կաթոլիկոսը անկախ նրանից, կեցեք դուք մեր ավակ քույրեր եւ եղբայրներ, տատիկներ եւ պապիկներ, պինդ եղեք, ամուր եղեք, ամեն ինչ լավ է։ Լավ եղեք ժողովուրդ ջան, հույսով եմ կհանդիպենք, Աստված բոլորիս պահապան, ցտեսություն։